Արի երեկո ժամը 20-ն է, Ազատության շաբաթօրյա եթերում լրատվական կենտրոնն է, այսօրվա թեմաներն են։ Փետրվարին Հայաստան եւ Ադրբեջան է այցելելու Միացյալ Նահանգների փոխնախագահը, առաջ մղելու Թրամփի ուղին։ Վարչապետին միացած, ապա իր իսկ հայտարարությունից հրաժարված ոսկետափի հոգևորականը ահազանգում է ճնշումների մասին։ Ասում է, չէ, եկեղեցու բանարանները պիտի հանձնես ինձ։ Բանակում մահացած զինվորի ընտանիքը բարձրաձայնում է քրեական բարքերի մասին։ Որ դուզում ես քո երեխուն տեսնես, գրկես, բայց չես կարում, հետո հենց այդ պատասխանը տալու։ Գյումրիի կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ազգականները նույնպես կկանգնեն դատարանի առջև։ Ամեն ինչ ես սպասում եք, ամեն ինչ ես պատրաստ ենք։ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Ուկրաինայի երկօրյա բանակցություններից կողմերը կարծես դժգոհ չեն։ Հայաստանն առաջին անգամ գեղասահքի զույգ է ուղարկել ձմեռային օլիմպիական խաղերին։ Փետրվարին Հայաստան եւ Ադրբեջան կայցելի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսը առաջ մղելու Թրամփի ուղին միջազգային խաղաղության եւ բարգավաճման համար տեղեկությունը սոցցանցի իր էջում հայտնել է նախագահ Դոնալդ Թրամփը, շնորհակալություն հայտնելով Նիկոլ Փաշինյանին եւ Իլհամ Ալիևին օգոստոսին Վաշինգտոնում ստորագրված խաղաղության համաձայնագիրը պահպանելու համար։ Թրամփը գրել է, որ Ջեյդի Վենսի այցի շրջանակում Միացյալ Նահանգները կխորացնի ռազմավարական գործընկերությունը Ադրբեջանի հետ, Հայաստանի հետ կկնքի խաղաղ միջուկային համագործակցության հիանալի համաձայնագիր, պայմանագրեր ամերիկյան մեծ կիսահաղորդիչային արտադրողների համար։ Բացի այդ, Վաշինգտոնը Բաքվին կվաճառի պաշտպանական սարքավորումներ, զրահաբաճկոններ, նավակներ եւ ավելին, ասել է Միացյալ Նահանգների նախագահը, չհստակեցնելով, թե ինչ նկատի ունի։ Հյուսիսային Ամերիկայի արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը հայտարարել է, որ փետրվարին կմասնակցի եպիսկոպոսատ ժողովին, որը մայրաթոռը հրավիրել է Ավստրիայում։ Տերտերյանը վարչապետ Փաշինյանին միացած եպիսկոպոսներից է, որոնք հայտարարել էին, որ չեն մասնակցելու արտագնաժողովին։ Միաժամանակ պարզ չէ, արդյոք Հովնան արքեպիսկոպոսը լքել է վարչապետի հռչակած եկեղեցու բարենորոգման խորհուրդը։ Լարված իրավիճակ է, ոսկետափի եկեղեցում տեղի քահանան օրերս միացել էր վարչապետ Փաշինյանի ու 10 եպիսկոպոսների նախաձեռնած եկեղեցու բարենորոգման ծրագրին, ապա հրաժարվել իր իսկ հայտարարությունից։ Այսօր Տեր Արտաշես քահանա Հակոբյանն ահազանգում է, որ եկեղեցու բարերարն ու համայնքի ղեկավարը իրեն վերջնագիր են ներկայացրել ազատել խորանն ու հանձնել տաճարի բանալիները։ Ոսկետափի Սուրբ Սահակ Մեսրոպ եկեղեցում այսօր վաղ-առավոտից լարված իրավիճակ է։ Այստեղ առավոտյան այցելել են բնակավայրի վարչական ղեկավարն ու եկեղեցին կառուցած բարերարը եւ այստեղ ծառայություն իրականացնող հոգեվոր հովին պահանջել են, որ եկեղեցու բանալիները հանձնի իրենց եւ դուրս գա տարածքից։ Առավոտյան վարչական ղեկավարը եւ եկեղեցու բարերարը միասին մի քանի հոգու հետ եկան հանդիպեցին, հովատանը նստած էինք, եկան, սկզբից հանգիստ խոսեցինք, իրենց տեսակետը առաջարկը հետևյալն էր, խաղաղությամբ հանձնել եկեղեցու բանալիներն իրենց, քանի որ եկեղեցու բարերարը ինքն է, եկեղեցին իրեն է պատկանում, ասում է ինձ թուղթ ցույց տուր, որ եկեղեցին ձերն է, ասում եմ հողը մայրաթոռին է պատկանում, սեփականության իրավունքը։ Հետևաբար ինչը որ հողի վրա կառուցված է, ուրեմն եկեղեցումն է։ Ասում է, չէ, եկեղեցու բանարանները պիտի հանձնես ինձ։ Մենք վաղը մարդ կբերենք, այստեղ պատարակ կանի։ Բնականաբար ես ասացի, որ ես եկեղեցու բանալիները չեմ հանձնելու։ Ինձ հանձնված հոգևոր դիրքը եկեղեցին ես չեմ հանձնելու։ Այդ նույնն է, որ վաղը մեկը գա, որևէ մեկի տուն մտնի, ասի, ես ինչ օգնություն եմ արել քեզ, քո տան վերանորոգման, կառուցման համար, դրա համար պիտի քո տունը տաս ինձ, ես եմ բարերարը։
Այստեղ ծառայություն իրականացնող Տեր Արտաշես Քահանա Հակոբյանը շաբաթասկիզբին հայտարարել էր, որ միանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ մյուս հոգեվորականների նախաձեռնած բարենորոգման օրակարգին, սակայն մեկ օր անց հայտարարել էր, որ հրաժարվում է իր այդ որոշումից։ Այսօր քահանան ասաց, որ իր կարծիքով իրեն եկեղեցուց հանելու քայլը հենց իր այդ որոշմամբ է պայմանավորված։ Նրա կարծիքով, եթե ինքը չմտափոխվեր իրեն եկեղեցուց հանելու հարցով, վարչական շրջանի ղեկավարը եկեղեցի չէր այցելի։ Ընդամենը մի ամիս առաջ լրիվ ուրիշ վերաբերմունք էր այդ մարդկանց հետ։ Ուրիշ մոտեցում էր։ Իրենք գոհ էին։ Եկեղեցուց գնալուց, գալուց, ասում են իր եկեղեցը տեղ չի լինում։ Ինչ փոխվեց։ Վերջը Չեք կարծում ինչ փոխվեց։ Կարծիքս շատ լայն կարա լինի, բայց ես արդեն ինչպես նշեցի խոսքիս մեջ, հենց իմ հայտարարությունից է բխում այդ փոփոխությունը։ Տեր Արտաշես Քահանա Հակոբյանը ծառայում է Մասյացոտնի թեմում, որը վերջերս հայտնվել էր Մայրաթորի եւ եկեղեցու մեջտեղում։ Փաշինյանին միացած այս թեմի առաջնորդ Գևորգ Սրբազանին ամենայն հայոց կաթողիկոսը պաշտոնանկ էր արել, հետո արդեն Գևորգ Սրբազանը դատի էր տվել Մայրաթորին եւ դատարանը որոշել էր նրան վերականգնել իր պաշտոնում։ Սրան զուգահեռ Մայրաթորը առաջնորդական տեղապահ է նշանակել հայ Ռուբեն Զարգարյանին, որը սակայն թեմի առաջնորդարան չի կարող մտնել, այնտեղ ոստիկանական հսկողություն է։ Այս օրերին թեմի քահանաները նաև պատմում են, որ տեղական իշխանությունները քահանաների հետ զրույցներ են իրականացնում եւ հորդորում միանալ Փաշինյանի օրակարգին։ Այստեղ ծառայող քահանայի կարծիքով այսօրվա այցը եւս բացառապես համայնքի ղեկավարի եւ բարերարի որոշումը չէ։ Երբ որ տեսան անդրդվելու եմ, արդեն մի փոքր տոնը բարձրացավ, խոսակցության մեջ անհարիր բառեր, բառապաշար, եւ երբ որ սարկավակին խնդրեցի, որպեսզի տեսա ձայնագրի այս ամեն ինչը, անմիջապես տարածքից դուրս եկան, խոստանալով, որ կվերադառնան եւ զամոկները կփոխեն։ Հորացում եք անհարիր բառեր եւ տոնայնության փոփոխություն ում կողմից էր, ինչ էին ասում։ Բարերարի կողմից։ Միայն բարերարի կողմից։ Ում հասցեին ուղղված վիրավորանքները։ Եկեղեցում ծառայողների, չգիտեմ, ինչ որ մեկ այդ ժամանակին դեպք էր եղել, դա էր հիշում։ Բարերարներ այդպես։ Այո։ Եվ ինքը համարում է, որ եկեղեցին իրենն է, եթե ինքն է ներդրում։ Որ այսքան բան երբ որ արել է ինքը, ես իրանց չեմ տարել, այսպես իրանց բարերոսեմ, իրանց պատիվ չեմ տվել։ Մի կտոր հաց չեմ կերցել իրենց։ Տեղի ունեցածին այսօր անդրադարձել է նաև Մասյացոտնի թեմը, այն որակելով անօրինական եւ այն թույլատրելի միջամտություն հայ առաքելական եկեղեցու գործերին, նույն որակումները հնչեցնում էր նաև այստեղ ծառայող քահանան, նա պնդեց, որ ինքը այստեղից հեռանալու մտադրություն չունի, ինչ քայլերի էլ դիմեն վարչական ղեկավարն ու բարերարը։ Ապօրինի, հակօրինական այդ երկու բառի մեջ ամեն ինչ ներառված է, ես ինչ ասեմ։ Ուրիշ բառով։ Չեմ ուզում ավելի սեփ խրել մեր հասարակության մեջ։ Վերջը այս համայնքը, երբ որ ես եկել եմ այստեղ, փորձել եմ կառուցել համայնքը ժողովրդին հավատացյալին աղոթքի եւ միասնության վրա։ Մի վայր է ստեղծել եկեղեցին, որտեղ անկախ քաղաքական հայացքներից, անկախ մարդկանց տեսակետներից մարդիկ իրակի պատարագ էին գալիս։ Եվ դրանով ուրախանում է, որ կար միտեղ այս համայնքում, որտեղ մարդիկ ամեն ինչ մի կողմ են դնում, համախմբում են Քրիստոսի շուրջը։ Մենք այսօր գյուղում փորձեցինք նաև գտնել վարչական ղեկավար Նշան Հովհաննիսյանին, սակայն ՔՊԱ-ական պաշտոնյան ոչ զանգերին պատասխանեց, ոչ էլ համայնքապետարանի շենքում էր եւ հայտնի չէ արդյոք նրանք այսօր հետ կգան, ինչպես զգուշացրել են հեռանալուց առաջ քահանային, որևէ տեղեկություն այս պահին չկա։ Ինչ նկատի ուներ Սամվել Կարապետյանը, երբ հայտարարում էր, թե իր ձևով կմիանա եկեղեցու պաշտպանությանը, ըստ իրավապահների դա իշխանության յուրացման կոչ էր, միլիարդատերը անազատության մեջ է։ Այդ արտահայտությունը նաև լեզվաբաններն են փորձաքննության ենթարկել ու պնդել, որ կոչ չկա, մասնագետները հայտնվել են քննչականի ուշադրության կենտրոնում։ Տաշիր գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանի գործով քննիչները գրականագետի տունը խուզարկել են անհիմն ապօրինի։ Վերաքննիչ դատարանն է օրեր առաջ որոշել, ասում է փաստաբան Ռուբեն Հակոբյանը։ Սա զանազան, զարմանազան խախտումների շքերթում հերթական
խախտումներից մեկն էր։ Քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն, եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին։ Գրականագետ Վանո Եղիազարյանը քննչական խմբի թիրախում է հայտնվել Սամվել Կարապետյանի այս խոսքերը վերլուծելու համար։ Քննչականը այն ներկայացնում է իշխանությունը բռնի զավթելու կոչ ու բանտարկել է գործարարին։ Գրականագետը վերլուծելու եզրակացրել է. այս մեկնաբանությունում կոչ չկա։ Մեկ ամիս առաջ քննիչները նրա տունը խուզարկել են, հեռախոսն ու համակարգիչը արգրավել։ Վանո Եղիազարյանը դիմել էր վերաքննիչ դատարան, առայժմ չի ուզում խոսել։ Այդտեղ չել կարող լինել կոչ, դա բոլորի համար հասկանալի է, ի սկզբանե ուղղակի այս գեղարվեստական մեղադրանքը դեռևս փորձում են առաջ տանեն, բայց հավատացնում եմ ձեզ, որ ֆիասկո են ապրելու։ Մասնագիտական կարծիքի համար գրականագետներին ու լեզվաբանին դիմել էր փաստաբան Ռուբեն Հակոբյանը։ Բացի Վանո Եղիազարյանից երկու գրականագետ ու լեզվաբան Նարինե Դիլբարյանն էլ կարծիք են հայտնել, որ այստեղ կոչ չկա։ Քննչականը նրանց էլ է թիրախավորել։ Մեկ ամիս առաջ այս մասնագետներին ժամերով հարցաքննել են։ Խուզարկության որոշումը, որը կայացվել էր Արաչյացյանի դատարանի կողմից, հատուկ վերանայման կարգով բողոքարկվել էր եւ հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը բեկանել է այդ որոշումը։ Ինքն փաստվեց եւս մեկ անգամ, որ առնվազն այս քրեական վարույթի շրջանակներում բնակարանի անձեռնմխելիության կոնվենցիոն սահմանադրական սկզբունքը վարույթ իրականացնող մարմնի համար առ-ոչինչ է։ Դոցենտ Դիլբարյանը հարցաքննությունից հետո Ազատությանը պատմել էր, որ քննիչներին ոչ թե հետաքրքրել է իր մասնագիտական կարծիքը, որքանով է հիմնավորված օբյեկտիվ, այլ թե արդյոք իրեն ուղղորդել են։ Ես ներկայացրել եմ կարծիք, որտեղ լեզվաբանորեն հիմնավորել եմ, որ խոսքային այդ շղթան շարահյուսական եւ ձևաբանական ու ոճաբանական տեսանկյունից չի ենթադրում կոչ, այսինքն չի ենթադրում երկրորդ կողմի արկայություն, որը կդիմի ինչ-որ գործողությունների, ինչը հետագայում մեղսագրվել է իրեն։ Փաստաբան Հակոբյանը իր պրակտիկայում չի հիշում նախադեպ, որ որևէ քրեական գործով քննիչները կարծիքի հեղինակներին այսպես թիրախավորեն։ Նրա կարծիքով ճնշելու, վախեցնելու նպատակով են արել։ Ի վերջո, եթե նրանք կասկածներ ունեին, իրենք առանձին կարող էին դիմել մասնագետների ու լսել նրանց եզրակացությունը, ասում է Ռուբեն Հակոբյանը։ Մենք աստիճանաբար 1, 2, մինչև 7 մասնագետի, փորձագետի կարծիք ենք ներկայացրել նախաքննական մարմին, երևի թե մտահոգված էին, որ այդ թիվը 7-ից կարող է դառնալ 17 եւ պետք է ինչ-որ ձևով զսպել, այսպես ասած, չակերտավոր ահաբեկել մասնագետներին, որպեսզի այս քրեական վարույթով այլևս այդպիսի կարծիքներ չտրամադրվի։ Եթե նախաքննական մարմինը գտնում էր դա հիմնավորված հետևություն չի, կարող էին այլ մասնագետների դիմել կամ կարող էին փորձաքննություն նշանակել եւ ստանալ փորձագետի եզրակացություն, այլ ոչ թե այո, բայց դե իրանք լավ են, չէ, հասկանում, որ այդ տեքստը, որը արտահայտվել է Սամվել Կարապետյանի կողմից, չի կարող նույնիսկ վառ երևակայության պայմաններում գնահատվել որպես իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված հրապարակային կոչ։ Միլիարդատեր Կարապետյանը 8 ամիս է կալանավորված է, 7 ամիս ազգային անվտանգության ծառայության նկուղում էր, հիմա տնային կալանքի տակ։ Նա ազատությունից զրկվեց, երբ հայտարարեց, թե պատրաստ է իր ձևով պաշտպանել եկեղեցին։ Այդ խոսքերից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը հրապարակային սպառնաց ընդմիշտ պասիվացնել հոգևորականների բարեգործներին։ Նույն օրը ոստիկանները շրջապատեցին գործարարի առանձնատունը։ Դա որևիցե կերպ միջամտություն համարել չի անհնար է։ Վարչապետի սպառնալիքը քննչականի պետը ուղղորդում չի համարել ու վստահեցրել է, թե քաղաքական հրահանգ չեն կատարում։ Ավելի ուշ գործարարին մեղադրանք առաջադրեցին նաև փողերի լվացման հոդվածով։ Օրվա լուրերն անընդհատ թարմացվում են Ազատության Տելեգրամի ալիքում, այժմ էլ թողարկման հաջորդ թեմաները։ Գյումրիի կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ազգականները նույնպես կկանգնեն դատարանի առջև։ Ամեն ինչ ես սպասում եք, ամեն ինչ ես պատրաստ եք։ Բանակում մահացած զինվորի ընտանիքը բարձրաձայնում է քրեական բարքերի մասին։ Որ դու ուզում ես քո երեխուն տեսնես, գրկես, բայց չես կարող, հետո ինձ այդ պատասխանը տալու։ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Ուկրաինայի երկօրյա բանակցություններից կողմերը կարծես դժգոհ չեն։
Հայաստանն առաջին անգամ գեղասահքի զույգ է ուղարկել ձմեռային օլիմպիական խաղերին։ Մինչ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը դատական նիստերին զուգահեռ պայքարում է, որ կալանավայրից հիվանդանոց տեղափոխվի, շուտով դատարանի առջև կկանգնեն նաև նրա հարազատները։ Երբ իրավապահները կոռուպցիոն մեղադրանքով մտել էին քաղաքապետարան, մի խումբ գյումրեցիներ շրջափակել էին շենքը, փորձելով թույլ չտալ տանել Ղուկասյանին։ Ինչպես իր, այնպես էլ աջակիցների մեղադրանքը նա համարում է քաղաքական։ Քննչականն ավարտել է Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետի մերձավորների մասով նախաքննությունն ու գործն ուղարկել հակակոռուպցիոն քրեական դատարան։ Վարդան Ղուկասյանի որդուն փոխքաղաքապետ Փեսային, եղբոր Թորանն ու կոմունալ բաժնի պետին իրավապահները մեղադրում են զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար։ Առավոտ ժամը 6:30-ի 7-ի սահմաններում, երբ նույնիսկ հանրային քրեական հետապնդում իրականացնելու որոշումը գոյություն չուներ, այդ ոստիկանական եւ հատուկ ուժերը ինչ գործ ունեին Գյումրիի մատույցներում։ Անցած հոկտեմբերին Գյումրիի քաղաքապետի ձերբակալության օրը աջակիցները հավաքվել էին քաղաքապետարանի դիմաց։ Ընթացքում Գյումրի բերված մեծաթիվ ոստիկանների ու ցուցարարների միջև իրավիճակը պարբերաբար լարվում էր։ Արդյունքում 4 տասնյակից ավելի մարդ հիմա մեղադրյալ է զանգվածային անկարգություններին մասնակցելու արդարադատությանը խոչընդոտելու գործով։ Նախաքննությունը սակայն ավարտվել է միայն ենթադրյալ կազմակերպիչների մասով։ Քաղաքապետի որդին Սպարտակ Ղուկասյանն ըստ իրավապահների կազմակերպել է, որ պաշտոնատար անձի նկատմամբ բռնություն գործադրվի, նաև ղեկավարել է բռնությամբ գույքի ոչնչացմամբ ուղեկցված զանգվածային անկարգությունները։ Ով է բռնության ենթարկված պաշտոնյան, կոնկրետ ինչ գույք է ոչնչացվել, դատական տեղեկատվական համակարգում հրապարակված տեքստում նշված չէ։ Իսկ ինչպես է կրտսեր Ղուկասյանը կազմակերպել այս ամենը, երբ որ ձերբակալության օրը մեկ այլ գործով տնային կալանքի տակ էր, տնից չէր կարող դուրս գալ, ոչ էլ կապի միջոց օգտագործել։ Ինչպես է նախաքննական մարմինը հաստատել նրա մասնակցությունը, սա փաստաբան Զարուհի Փոստանջյանին հայտնի չէ։ Նա դեռ գործի նյութերն ու մեղադրական եզրակացությունը չի ստացել, բայց մեղադրանքը անհիմն է որակում։ Ակնհայտ, անհիմն, ակնհայտ քաղաքական մեղադրանք ուրիշ ոչինչ չեմ կարող ասել։ Վարույթ հարուցելու հաջորդ օրը իրավապահները առգրավել էին Ղուկասյանի ընտանիքի անդամների բոլոր հեռախոսները։ Արդյոք Սպարտակ Ղուկասյանը նրանց հեռախոսներից է զանգել։ Փոստանջյանը պնդում է, ոչինչ չեն հայտնաբերելու հեռախոսների առգրավումը ըստ նրա ապօրինի է եղել։ Հեռախոսները վերցրել են ապօրինաբար։ Հեռախոսները վերցրել են, պահել են մեր կողմից ներկայացված բողոքների հիման վրա, պահել են ընդամենը 1 օր, իհարկե միջամտել են հեռախոսների մեջի պարունակությանը, ըստ էության իրականացրել են թվային խուզարկություն եւ հետո հաջորդ օրը հեռախոսները հետ են վերադարձրել եւ որևիցե բան այդ հեռախոսների միջոցով չեն պարզել։ Ինչ վերաբերում է զանգվածային անկարգությունների հոդվածով հարուցված քրեական վարույթին, փաստաբանը հարցնում է, որևէ տուժած կա։ Այդ զանգվածային անկարգություններից ով է տուժել։ Արդյոք կան տուժողներ, ես այդ տուժողների մասին տեղեկություն չունեմ։ Ազատության տեղեկություններով այս գործով քաղաքապետարանն է տուժող ճանաչվել, որովհետև գույքն է վնասվել, ինչպես նաև ոստիկաններ։ Բայց Փոստանջյանը պնդում է, որ մարդիկ հակառակը ուժայինների գործողություններից են տուժել, գույքն էլ ոստիկաններն են վնասել, երբ Վարդան Ղուկասյանին քաղաքապետարանի շենքի հետնամուտքից դուրս բերելու համար կոտրեցին դուռը։ Ես ունեմ տեղեկություն, որ տուժել է ոչ թե զանգվածային անկարգությունից, այլ ոստիկանական եւ այլ ուժերի բռնի գործողություններից Գյումրիի քաղաքապետարանը եւ քաղաքապետարանի աշխատակիցները։ Քանի որ Սպարտակ Ղուկասյանն այլ գործով արդեն իսկ բանտում է, նրա նկատմամբ խափանման միջոցի հարց չի քննարկվել։ Կալանավորված է նաև նրա հորեղբոր Թորը, կոմունալի պետը տնային կալանքում է։ Իսկ փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանին արգելված է բացակայել երկրից։ Աներոջ պարտականությունները կատարող Առաքելյանը իր դեմ հարուցված քրեական գործը չի մեկնաբանում։ Ավելի վաղ Ազատության հետ զրույցում կանխատեսել էր, որ հնարավոր է ինքն էլ հայտնվի անազատության մեջ։ Գործընթացը ինչ-որ թիրախային, ասեմ, խոչընդոտներ այս բան չի նկատվի, կարող է ինչ-որ իմ անձի հետ կապված հայտարարություններ լինեն, ինչ-որ բաներ ասեն,
այդ տեսնենք էլի։ Ամեն ինչի է սպասում եք ես։ Ամեն ինչի է սպասում եք, ամեն ինչի է պատրաստ ենք։ Եթե Ավետիս Առաքելյանը կալանավորվի, Գյումրին ըստ էության առանց ղեկավարի կմնա, երկրորդ փոխքաղաքապետը համայնքապետին փոխարինելու իրավասություն չունի։ Ավագանին թեև իր կազմից կարող է առաջին փոխքաղաքապետ ընտրել, բայց այս պարագայում Ավետիս Առաքելյանը պետք է մանդատից հրաժարվի, իսկ փոխքաղաքապետի պաշտոնը Վարդան Ղուկասյանի քաղաքական բանակցություններում չսակարկվող պաշտոն էր, իր կալանավորման դեպքում այն Փեսային փոխանցելու համար, բայց ըստ ամենայնի նման սցենար, որ Փեսան ևս կարող է հայտնվել անազատության մեջ, Ղուկասյանը չէր կանխատեսել։ Գյումրիի քաղաքապետի մերձավորներին առաջադրված հոդվածներով 4-ից 8 տարվա ազատազրկում է սահմանված։ Տարեվերջին բանակում մահացած Սմբատ Կիրակոսյանի ծառայակիցը կալանավորված է զինծառայողին ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Սմբատի ընտանիքը սակայն պնդում է, որ առաջին հերթին պատասխանատվության պիտի կանչվի Զորամասի հրամանատարությունը, որի թողտվությամբ է տեղի ունեցել դեպքը։ Կիրակոսյանները համոզված են, որ իրենց որդին բանակում քրեական բարքերի զոհ է դարձել։ Վստահել եմ ու հիմա ցավալին նաև ինչն է, որ դեպքը տեղի է ունենում խաղաղ պայմաններում, ոչ մարտական պայմաններում, խաղաղ պայմաններում։ Այդ ինչ է նշանակում։ Այդ նշանակում է, որ մեր գերատեսչությունը, պաշտպանության ոլորտը տեղում չի։ Դա տեղում չի, եթե տեղում լինեն նման դեպքեր չեն լինի։ Տարեվերջին բանակում մահացած 18-ամյա Սմբատ Կիրակոսյանի մայրն է, 43 օր է Արմինե Սահակյանի հարցերն անպատասխան են։ Մեր երկրի ղեկավարությունը ասում է, որ պատասխանատու է յուրաքանչյուր զինվորի կյանքի համար։ Դեպքը տեղի է ունեցել։ Ինձ ով է պատասխան տալու։ Մեր երկիրը ինձ ինչով է պատասխան տալու։ 10 ամիս առաջ որդուն մեծ հույսերով էին ճանապարհել բանակ։ Սպասում էին, որ դեկտեմբերի 14-ին Իջևան կգնան Զորամաս Սմբատի տարեդարձը նշելու, սակայն ծնունդից ընդամենը 1 օր առաջ ստանում են սահմռկեցուցիչ լուրը։ Սմբատն այլևս չկա։ Քրեական գործը հարուցվել է անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Սմբատին մահվան հասցնելու համար ծառայակիցն է կալանավորվել։ Քննչականն այլ մանրամասներ չի հայտնում, նշելով, որ ակտիվ քննություն է ընթանում։ Պաշտպանության նախարարը ինչու չի կանգնում ասի Հարգելի ծնող, ես քեզ ցավակցում եմ։ Այդ կորստը նաև իմ մեղքի պատճառով է։ Իմ բաց թողումների պատճառով է, որ ես չեմ կարողանում մի ոլորտ վերահսկեմ, որ այդպես բան է լինում։ Ուրեմն չեն կարողանում վերահսկեն, չէ՞ որ նման բան է լինում։ Զինվորի մահը վիճակագրություն չէ, ընդհատվեց մի երիտասարդ կյանք, որ այնքան երազանքներ ուներ, ոգևորությամբ էր սպասում բանակից հետոին, պատմում է որդեկորույս մայրը։ Բայց չեմ պատկերացնում, որ ամեն մեկը մի հատ ընտանիքի սյուն է։ Մի հատ ընտանիքի ամբողջ կյանք է, որ մի հատ զինվորի, մի հատ երեխու կորուստ, ամբողջ մի հատ ընտանիքի կյանք, այսպես գլխի վրա շրջում է։ Դրանք չեն պատկերացնում, չգիտեն այդ ինչ է։ Դեռ դա իրանց չի հասնում։ Սմբատը մոր հետ զրույցներում հաճախ է պատմել բանակում տիրող իր համար խորտ բարքերի մասին, զարմացել, թե ինչպես կարող են սպաները չնկատել ագրեսիվ վարքագիծը, ստորացուցիչ բառապաշարն ու տիրող անհավասարությունը։ Զարմանում էր, ասում էր, իրանց մոտ կային տղաներ, որ շատ ագրեսիվ էին։ Իրանց վարքը ահագին ագրեսիվ էր ու դրանից երևի մյուսները ավելի վախենում էին, ավելի կաշկանդված էին, ավելի վախենում էին։ Ինքն ասում էր, ես զարմանում եմ, ոնց կարա Զամպալիտը այդ չնկատի։ Այսինքն մենակ Զամպալիտ չէ, կան մարդիկ, որ այդ չնկատեն։ Ու ոնց կարա էդի բաց թողնվի։ Միշտ է տեր ասում եմ, ես զարմանում եմ, ոնց չեն նկատում, ոնց չեն ինչ-որ բան ասում։ Մայրը հիշում է որդու պատմածները արտոնյալների մասին։ Դատավորի հարազատ, որ շրջում էր թանկարժեք հեռախոսով, շարք կանգնում առանց զինվորական կոշիկի։ Ինչին ոտքերը ցավան, ես ստիպված հագնեմ սապոգներ, որ ոտքերս ցավա, բայց ինչ է այդ մյուսի տղան է, այտենց բան չանի, իրան ոչ մեկ չի կարող ասի։ Այդ ինչ է խոսում։ Չի վերացել։ Այդ բանը չի վերացել։ Դա ցավալի է։ Ու որ ասում են վերացել է, չի վերացել։ Քրեական մշակույթը բանակում տիրում է։ Այս անհավասարությունը տեսանելի էր, չէ՞ ղեկավար կազմին, հարցնում է երիտասարդ կինը։ Արդյոք որդին այդ բարքերի զոհն է դարձել։ Կարծում եմ դա։ Այդ տարբերակին չեմ բացառում։ Իր տեսակը լինելով, իր ամեն ինչը լինելով, ես մտածում եմ, հա, ինքը դարձել է դրա զոհ։ Ու իր նման լիքը մարդիկ դառնում են դրա զոհ։ Մեկը ուղղակի ուզում է այսպես իրան էս կոմենտով տալով անցնում է, մարդը ասում է ինչի համար դրա զոհը դառնամ, ինչի էսպես անեմ։
Այդպես է լինում, հիմնական այդպես է։ Ի վերջո ինքնասպանություն թե սպանություն էր, ծանր կորստի տակ կքած մայրը չի կարողանում կանգ առնել մի պատասխանի վրա։ Կոնկրետ չեմ կարողանում գալ ինչ որ մի կետի կանգնել ու հասկանալ սենց արել։ Ես նույնիսկ մտածում եմ միգուցե թշնամին է եկել արել ու գնացել։ Ես դա էլ չեմ բացառում։ Ես նույնիսկ մտածում եմ, եթե նույնիսկ կարող է ինքն արել, կողքը ինչ որ մեկը կանգնել է ու ստիպել է։ Ես այդ տարբերակն եմ մտածում։ Հիմա ես ամեն ինչ մտածում եմ, ամեն ինչ։ Այս ողբերգական դեպքը դիրքերում է եղել։ Մայրը պատմում է, որ չնայած Վաշտի մասին բացասական կարծիքին, որդին դիրքերից գոհ էր, ոգևորությամբ էր պատմում այդ մասին։ Ինչ, ինչու, ինչի համար, սքավոր մայրը պատասխաններ չունի, ծեծ չի եղել, որդին չի բողոքել, չի ասել փող ուղարկեք, որ ինչ-որ մեկին տամ, չի ասել, որ անձնական խնդիրներ ունի։ Միակ մեղադրյալ զինվորի մասին խոսելիս մայրն ասում է, այդ տղան մյուսների նկատմամբ իշխող դիրք է ունեցել։ Որդին նաև նրան նկատի ուներ, երբ մորը պատմում էր վատ բարքերի մասին։ Իր ծնունդից մի օր առաջ դեպքը տեղի ունեցել։ Ու չգիտեմ ինչ ձև, ոնց, մեկը այդ իմ համար անհասկանալի մի հատ հանելուկ է։ Մինչ Արմինեն փորձում է հասկանալ ինչու է իր կյանքով լեցուն որդին դիրքերում մահացել, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն իր վերջին ասուլիսում խոսում էր շոշափելի արդյունքների եւ կարգապահության բարձրացման մասին։ Ասել էր, անցած տարի բանակում 6 մահվան դեպք է գրանցվել, որոնցից 2-ը ինքնասպանություն են որակվել, իսկ սպանության դեպք չի եղել։ Կարգապահության բարձրացման ուղղությամբ նույնպես էական աշխատանքներ են կատարվել այս տարիների ընթացքում եւ ես պիտի կարևորեմ 2025 թվականը, որովհետև 2025 թվականին մենք ունենք շոշափելի արդյունքներ։ Նախարարի գոհունակությունը հակադրվում է 40-ամյա մոր իրականությանը։ Նա պնդում է, պետք է պատասխանատվության ենթարկվեն ղեկավար զինվորականները, որոնց անգործության հետևանքով երիտասարդ կյանքեր են ընթացվում։ Տղան ասում է, «Էսա բանակը, ես ոնց եմ գնալու ծառայեմ»։ Հիմա ես որպես մայր, ում վստահ եմ, ինչին վստահ եմ։ Տան պատերին Սմբատի քանդակներն ու նկարներն են։ Մանկուց ստեղծագործում էր ու պատրաստվում էր բանակից հետո շարունակել ուսումը համալսարանում։ Այսօր այդ երազանքների փոխարեն նրա ընտանիքում անորոշություն է ու վախը ապագայի հանդեպ։ Ոնց բանակ ճանապարհեմ կրտսեր որդուս, հարցնում է թարմ վերքից ուշքի չեկող 40-ամյա մայրը։ Միջազգային լրահոսից Աբու Դաբիում ավարտվել են Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը փակ դռների հետևում։ Արևմտյան լրատվամիջոցների տեղեկություններով բանակցությունները տևել են ավելի քան 3 ժամ։ Ուկրաինացի պաշտոնյաները դրական եւ կառուցողական են գնահատել դրանք։ Ռուսական 10-ն էլ իր հերթին հայտնել է, որ կան որոշ արդյունքներ։ Կողմերը համաձայնել են հաջորդ շաբաթ կրկին հանդիպել Աբու Դաբիում։ Սպիտակ տունը բանակցությունների առաջին երեկվա փուլը արդյունավետ էր որակել, մինչդեռ Reuters-ը հաղորդել էր, որ դեռ չկան նշաններ, որ կողմերը փոխզիջման են հասել։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ ասել էր, որ երեկվա հանդիպման հիմնական թեման եղել է տարածքային խնդիրը, Դոնբասի հարցը։ Մինչ այդ Ռուսաստանի զինուժը անօդաչու թռչող սարքերով գիշերը կրկին գրոհել է Ուկրաինայի քաղաքները, Կիևում 1 մարդ զոհվել է, ջեռուցման եւ ջրամատակարարման խափանումներ են։ Խարկովում վիրավորվել է 19 մարդ, անօդաչուն հարվածել է փախստականների հանրակացարանին, վնասվել են հիվանդանոց ու ծննդատուն։ Այլ թեմաներ երաժշտական միջազգային բարձր պարգևի է արժանացել արցախցի Հովիկ Սարտարյանը, երիտասարդ կոմպոզիտորը հպարտությամբ է հիշում, որ ճանապարհը սկսել է Հադրութի երաժշտական դպրոցից ու շարունակել Ստեփանագերտում։ Միջազգային հեղինակավոր մրցանակի դափնեկիրներից մեկը հայ կոմպոզիտոր Հովիկ Սարդարյանն է։ Էրնստ ֆոն Սիմենսի երաժշտական մրցանակը ոլորտում բարձրագույն պարգևներից է, հաճախ անվանում են երաժշտության Նոբելյան մրցանակ։ Կա հիմնական մրցանակակիր, որը տրվում է մեկ երաժշտի նրա ամբողջ կյանքի ստեղծագործական ներդրման համար, բայց ամեն տարի ընտրվում են նաև մինչև 3 դափնեկիրներ, հիմնականում ժամանակակից, միջին կամ երիտասարդ սերնդի կոմպոզիտորներից։ 32-ամյա հադրութցի երիտասարդը հենց այս 3-ից մեկն է։ Ավելի բարձր մրցանակ կոմպոզիտորի համար չկա։ Գլխավոր մրցանակը տալիս են ընդհանրապես երաժիշտներին, ու այս տարի ստացավ Սավալը, որը լեգենդար երաժիշտ է, անցած տարի ստացավ Սայմոն Ռաթլը, Բերլին ֆիլհարմոնիկի նախկին գլխավոր դիրիժորը։ Դա ամենաբարձր պարգևն է եւ դա թե մեծ ֆինանսական մասը պարունակում եւ թե ինքը պլատֆորմա է իր հերթին, որովհետեւ
այնքան մարդ է քեզ ճանաչում, այս մրցանակին ազատ դիմում չկա։ Ու իրանք են դիմում քեզ ու հարցնում կարող եք ուղարկել, որպեսզի մենք քննենք ձեր գործերը։ Առաջին անգամ առաջարկը ստացել է 2020 թվականին, մերժել է, այդպես 4 անգամ, ասում է վստահ չէր, որ պահը հասունացել է։ Շատ մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերվել, դրա համար չեմ կարողացել միանգամից ասել, որ հայ ինձ տվեք ես։ Ինձ պատրաստ չէի զգում այն առումով, որ եթե այն ժամանակ պատվերներ գային տարբեր, չգիտեմ ինչ, ես ինձ հասուն չէի համարում լեզվի տեսանկյունից, տեխնիկայի տեսանկյունից, որպեսզի կարողանայի այդ նոր տեմպին հասցնել, նոր այդ պատվերները ժամանակին անել, որտեղ դա կարիերային նոր թափ տալիս։ Հադրութի երաժշտական դպրոց, հետո Ստեփանակերտի Սայաթ-Նովայի երաժշտական քոլեջ, ապա Երևանի կոնսերվատորիա եւ մագիստրատուրան ու հետագա կրթությունը արդեն Գերմանիայում։ Երաժշտությունը ճանապարհորդություն է։ Մոցարտը կարգասայլակով անցավ Եվրոպան, ասում է երիտասարդ կոմպոզիտորը, ցավով նշելով, եթե մնար Հայաստանում, եթե մնար դեռ հայկական Արցախում, գրեթե անհնար կլիներ այդ ճանապարհն անցնել։ Ու Հայաստանի խնդիրը առաջին խնդիրը դա հենց գեոգրաֆիկ խնդիրն է, որ դա պիտի վերացվի, որ Հայաստանը պետք է մոտիկ լինի Եվրոպային, այդ հարց։ Ինչու Եվրոպայում, որովհետև Ասիայում չկա այդ մշակույթը, հա, ոչ թե քաղաքական նախասիրության, այլ հենց դրա համար է։ 44 օրյա պատերազմի ժամանակ հայրենի Հադրութում չէր, բայց ասում է ընդամենը ֆիզիկապես։ Չի հասկանում, թե ինչպես այդքան հեշտ համակերպվեցինք այս կորստի հետ։ Մամաս եւ ընտանիքս Հադրութում էին մինչեւ Հադրութի հանձնման վերջին օրը։ Այսինքն, երբ որ պատերազմը սկսել էր, ես անընդհատ զանգում էի, ես լսում էի ամեն ինչա կատարվում եւ իհարկե նման պարագայում շատ բարդ է քեզ դուրս դնել այդ ամեն ինչից։ Անգամ եթե իրանք Հադրութում չլինեին, հասկանում եք, ես անգամ եթե ես արցախցի չլինեի, դա ոչ մի բան չէր փոխելու։ Նրա երաժշտությունը հաճախ հիմնված է իր հայկական ժառանգության վրա, ներառելով ավանդական գործիքներ եւ ժողովրդական մեղեդիներ։ Էրնստ ֆոն Սիմենսի պաշտոնական էջից մեկ տող ենք կարդում Սարդարյանի մասին։ Երաժշտական մտածողության ձևավորման վրա իրոք Արցախը հետք է թողել։ Հարցին հերվից է պատասխանում։ Շատ փոքր էր, դեռ երաժշտական դպրոց չէր գնում, նկարում էր։ Այդ էմոցիան թերևս հենց այդ ժամանակ էլ ծնվել եւ ամրացել է։ Ու իմ այդ փոքր ժամանակվա նկարները այդ անտառներն ու սարերն էին։ Ու կարծում եմ, որ մարդու համար այդ թեկուզ այդ ռելիեֆը տեսնելը ու բնության հետ այդ կապը եւ իհարկե դա ինձ համար Արցախն է։ Ես կասեի ավելի շատ Հադրութը, չնայած ասեք հետո նաեւ Ստեփանակերտում եմ սովորել, բայց Հադրութի հետ այդ էմոցիոնալ կապը շատ մեծ է իհարկե, միանշանակ։ Ես կարող եմ ասել, որ Հադրութի կորուստից հետո ես սկզբից ամեն օր հիմա միգուցե շաբաթը 1-2 անգամ գիշեր երազում Հադրութում եմ։ Այսինքն այդքան էմոցիոնալ նշանակություն ունի ինձ համար իհարկե։ Ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանն առաջին անգամ գեղասահորդների զույգ կներկայացնի։ Կարինայի եւ Նիկիտայի ելույթին 3 շաբաթ է մնացել, ակտիվ մարզումներ են։ Միլանի Սարցեբեմում նրանք համացանցի հիթ դարձած իրենց համարն են ներկայացնելու Արա Գևորգյանի Արցախ երաժշտության ներքո։ Կարինա Ակոպովան եւ Նիկիտա Ռախմանինը անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին գեղասահորդ զույգն են, որ Հայաստանը կներկայացնեն Միլանում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերում։
Ոտնաթաթը հարելուց պաշտպանող հատուկ գուլպաներ ու ճերմակ չմուշկներ, որոնք օլիմպիական սառույցին կլինեն հաշված օրեր անց։ Мне всегда холодно. Я всю жизнь на льду. Կյանքի մեծ մասը սառույցի վրա անցկացրած գեղասահորդը մրսկան է։ Սահադաշտ դուրս գալուց առաջ մի քանի շերտ է հագնում, որ հետո աստիճանաբար թեթևանա։ Раз кофта, два кофта. Я не говорю по-армянски, но с ворумом. Դժվար է, но я пытаюсь. Մոսկվայում ծնված 22-ամյա հայուհին հպարտ է, որ վերջապես կարող է Հայաստանի դրոշի ներքո ներկայանալ։ Мы наконец-то это сделали. Մենք արեցինք դա, ես վերջապես կարող եմ ներկայացնել իմ էթնիկ հայրենիքը ու հոգիս ջերմանում է այդ մտքից։ Հատկապես Չինաստանում ելույթից առաջ ընդհանրապես անհանգստություն չկար։ Այն չկվեց անմիջապես, երբ հայտարարվեց ներկայացնում են Հայաստանը։ Ես միանգամից ժպտացի։ Հոգիս խաղաղվեց ու մենք սկսեցինք ելույթը։ From Armenia. Well, clearly we have just seen our new leaders. Yes. Պեկինում հենց ելույթի վերջին վայրկյաններին արդեն պարզ էր, կանաչ լույսը դեպի 2026-ի ձմեռային օլիմպիական խաղեր վարված է։ Вот так вот эмоции меня накрыли. Էմոցիաներն ինձ ողողել էին, ես երկար չէի կարողանում հանգստանալ։ Անմիջապես զանգեցի մայրիկիս, բոլորի հետ խոսեցի ու լաց եղա նրանց հետ։ И плакала вместе с ними. Հայաստանը ներկայացնող զույգը Իտալիայում սառույց դուրս կգա նախ փետրվարի 15-ին կարճ ծրագրով Արա Գևորգյանի Արցախ ստեղծագործության ներքո։ Հենց այս կատարումը զույգին մեծ ճանաչում բերեց։ Она взорвала прям весь Инстаграм, все социальные сети начали. Այն պայթեցրեց ողջ Ինստագրամը, ողջ համացանցը։ Բոլորը հրապարակեցին մեր ելույթը։ Դա եւս իմ մանկության երազանքն էր, որպես հայուհի, երբ մեկնեմ օլիմպիական խաղերի ելույթ ունենամ Արցախի ներքո։ Այնպես ստացվեց, որ հենց այս սեզոնին մեզ թույլ տրվեց ելույթ ունենալ։ Օլիմպիական խաղերի սեզոն էր ու ես առաջարկեցի սահել Արցախի ներքո։ Ինձ հետ համամիտ չէին, բայց ես պնդեցի։ Ասացին անիմաստ է քեզ հետ վիճել ես, սահիր ինչի տակ ուզում ես։ Катайся подо что хочешь. Սև, պարզ, ազգային տարերով այս գեստի գաղափարը եւս իմն է, հպարտանում է Կարինան։ Հայկական սառույցի վրա հայտնվելուց րոպեներ անց էլ խնդրում է միացնել Արցախը։ Զույգը տարիներ շարունակ ներկայացել է Ռուսաստանի դրոշի ներքո։ 2024-ին Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմից հետո որոշել են փոխել մարզական քաղաքացիությունը։ Ըստ կանոնակարգի 2 տարի ստիպված են եղել մնալ մարզական կարանտինի մեջ, բաց թողնելով բազմաթիվ մրցաշարեր, մինչև որ անցած տարի հաստատվել է նրանց անցումը Հայաստանի հավաքական։ Հիմնական մարզումները սակայն դեռ Սոչիում են, մարզիչներն այնտեղ են, բայց Երևանյան սառույցի որակը գերազանցում է Սոչիին, խոստովանում են։ А тут вообще все. Արդեն երկքաղաքացի գեղասահորդները Միլանում Հայաստանի դրոշի ներքո կմրցեն 19 զույգերի շարքում, ըստ մարզչի տասնյակում հայտնվելու լուրջ շանսեր ունեն։ Ինչպես Պեկինում, Միլանում եւս ազատ ծրագրով հանդես կգան Միլիոնատերը ետնախորշից ֆիլմի հնդկական հնչյունների ներքո, փետրվարի 16-ին։ Կարևոր է սառցադաշտ դուրս գալը Սարա գլխով, վստահ է Կարինայի 6 տարվա զուգընկերը։ Она слишком эмоциональна. Նա չափազանց էմոցիոնալ է, ես ավելի հանգիստ եմ ու հավասարակշռված։ Ну, иногда это может мешать. Երբեմն դա խանգարում է, բայց հիմնականում օգնում է չհանձնվել, երբ ինչ-որ բան չի ստացվում։ Получается. Ճանապարհը դեպի օլիմպիական սառույց հարթված է, օրերը հաշված։ Мы ждали этого всю жизнь. Մենք սրան մի ամբողջ կյանք ենք սպասել։ Մանկուց քայլել ենք այս նպատակի ուղղությամբ, բայց իրական զգացողությունները կունենամ, երբ Հայաստանի դրոշով կքայլենք բացման արարողությանը։ Հիմա ուղեղով գիտակցում ես, որ գնում ես օլիմպիական խաղերի, բայց չես կարողանում մինչև վերջ պատկերացնել, որ դու դա արել ես, որ քեզ մոտ դա ստացվեց։ Այ երբ այնտեղ լինեմ, քայլեմ դրոշով, նոր հանգիստ շունչ կքաշեմ։ Когда я там буду, мне кажется, вот идти, я выдохну и скажу, ну все, можно выдохнуть.
Գեղասահորդ զույգը հույս ունի, այս օլիմպիական սառույցը կլինի առաջինը, բայց ոչ վերջինն իրենց մարզական կյանքում։ Զարմանահրաշ բնությունը, խոհանոցն ու մարդիկ նրանց ոգեշնչել են ապագայի պլանները եւս կապել Հայաստանի հետ։ Мы планируем кататься еще одну Олимпиаду. Մենք նախատեսում ենք մասնակցել եւս մեկ օլիմպիադայի։ Իսկ դրանից հետո ուզում ենք Գեղասահքի մարզադպրոց բացել Հայաստանում ու զարգացնել մարզաձևն այստեղ։ Կարծում եմ դա հնարավոր է։ Ակոպովայի եւ Ռախմանինի ելույթը Միլանում կդառնա պատմական, ազդարարելով հայկական Գեղասահքի օլիմպիական նորամուտն այս մրցաձևում։ Այսքանը օրվա մյուս լուրերի համար բաժանորդագրվեք Ազատության էջերին, սոցիալական ցանցերում կհանդիպենք։